վարքի մասնակիցներ, քանի որ մի քանի անգամ իմ անունը հնչեց, ավելի ճիշտ ազգանունը, Պատվարժան դատարան, թույլ տվեք շատ հանգիստ խոսել։ Այո, ես դատարանը մինչև այս պահը որևէ մեկին չի զրկել արտահայտվելու այդ իրավունքից, ուղղակի ոչ։ Չէ, ձեր խոսքը Ուղղակի կրկնվելու անհրաժեշտությունը չկա, խնդրեմ, լսում ենք ձեզ։ Ձեր խոսքը, քանի որ ընդհատեցի, դրա համար ասեցի թույլ տվեք։ Ուրեմն ես 3 հատ ուղիղ հարց եմ տվել ձեզ։ Ինչին է վերաբերում 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու պատմությունը։ Դուք վստահ եմ ականատես եք եղել խորհրդարանում ազգային ժողովի ամբիոնում իրար հերթ չտալով մարդիկ ասել են, որ մարդկանց գնդակահարում էին։ Մեզ ձեզ հարցնում եմ, դուք կարող եք պատասխանել այդ հարցին։ Չեք կարող, որովհետև խաբեության մեջ եք։ Երկրորդ, հարց եմ տվել ձեզ, այս գործի մեջ ավտոբուս վառելու պատմություն կա, թե ոչ։ Երրորդ, դուք որ ասում եք այս մարդկանց համար եք անում, դուք այս մարդկանց համար չեք անում, ում համար եք, դուք ում եք ծառայում։ Կարող եք ասել ում եք ծառայում։ Չորրորդ, այդ ձայնագրությունները, որ կտոր հրապարակում էին, ում համար էին հրապարակում, իրենց հոր համար, հա, իրենց տնեցիների համար, հանրության համար չէին հրապարակում, ինչ եք բան դարձրել ձեր ձեռքին, գնում գալիս ասում եք շոու եք անում, շոու, բա դուք ինչ եք անում, կարող եք ասել ինչ եք անում, ում եք էլ ոգևորվում եք, այո, հիշեք, ասում եմ ձեզ, հիշեք, դժվար գործի մեջ եք մտել, սիրելի տղաներ, այդպես եմ դիմելու ես ձեզ, քանի որ ընդունել եք, որ աշխարհիկ գործում, ես աշխարհիկ գործի մեջ չեմ, ես նաև ձեր ազատագրության համար եմ այստեղ, ձեր, հենց ձեր, որ վաղը նաև Հայաստանի Հանրապետությունը կեղծիք չունենա, այո, եթե պետք լինի նաև գնդակահարել են մարդկանց, որոնք կեղծիկով ու ստով պիտի առաջնորդվեն, եւ այո, հենց այս գործը դրա մասին է, դուք չեք կարող պատասխանել, չեք կարող, ուղղակի չեք կարող, ինչ ուզում եք արեք, ձեր ազգային ժողովի նախագահի խոսքերով ասեմ, թռնեք վերև, իջնեք ներքև, այո, վերաբերվում է, որովհետև խոսել եք այդպես, դուք եք ոչ մի իրավական բան չկա ձեր ասածների մեջ, երբ որ ասում եք, այս մարդկանց համար եք անում, բան համար վերաբերելի չէ, ում համար, ձեր ասածները վերաբերելի են, երբ որ ցույց եք տալիս, այս մարդկանց համար, մենք այդքան հիմար ենք, դուք էլ այդքան խելոք եք, Արգելներս նստեք, ինչի մասին եք խոսում, դուք ընդհանրապես, դուք դրսում չեք կարող շնչել, եկել եք այստեղ, նստել եք այդ սեղանի շուրջ, կեղծիք երիքի դակում եք, մի հատ էլ խոսում եք, եւ ասում եմ, խնդրում եմ իմ հարցերին թող պատասխանեն, ուղիղ, առանց որևէ այլ միջամտության խոսքի։ Ուրեմն դատարանը չի կարող պարտադրել, որովհետեւ որևէ մասնակցի պատասխանել հարցին։